նորմալ անտառ չենք տեսել։ 19 միլիոն դոլարի չափով ստացել ենք։ Իսկ հին նախարարը կներեք բանից անտեղյակ էր Հակոբ Սիմիձյանը։ Ինչի՞ չի ստացվում մեզ մոտ անտառը տնկել։ Մինչև 50 թվականը պիտի կրկնապատկենք անտառածածկ տարածքները։ Մայլերն ինչի էր հասել այս օրին, որ ծառ էր տնկում։ Ազդակներ էին գալիս մարզերից, որ մեր մարզում անտառ տնկում են արել, բայց չկա այդ անտառը։ Բայց երբ որ մենք գնացինք, ողջ ցանկապատերը պառկած էին, պետքա խնամվեր, որ անտառ դառնար։ Մինչև չորացավ, ենթադրում եմ տնկեցին այդ ծառերը, որ մեզ ցույց տային, որ Մայլերը այնտեղից անտառ կտրել, որպեսզի իր այդ լեռնադահուկային սպորտային համալիրը կառուցի, պետությունը պիտի բալանսը կարգավորի։ Իրավապահներին այս թեման ոնց որ չի հետաքրքրում։ Բարև ձեզ, մենք այսօր հետք podcast-ի 8-րդ հարկի եթերում կզրուցենք հետքի լրագրող Քրիստինե Աղալարյանի հետ եւ կխոսենք Հայաստանում իրականացված, եթե իսկապես իրականացվել է, անտառ տնկման, անտառ վերականգնման մասին։ Ողջույն Քրիստինե։ Բարև Տիրայր։ Լավ ես, չէ՞։ Իհարկե։ Շատ լավ է։ Նախորդ տարվա վերջում հրապարակվեց քո հեղինակած ֆիլմը հետաքննական գիծհոդվածով, որը որ պատմում էր Հայաստանում չտնկված անտառների մասին կամ թղթերով անտառապատման մասին, թղթերի վրա մնացած անտառապատման մասին։ Տենց էլ վերնագրի մեջ տենց էր, չէ՞ դրել։ Եվ պարզվում է, որ մենք միջազգային պարտավորություններ ունենք, որ Հայաստանում պետք է անտառներ տնկենք։ Ինչի՞։ Ինչի՞ է այդպես պարտավորված հարկադրանքով է այդ։ Չէ, հարկադրանքով չի, դա պետության նախաձեռնողականության ինչ որ դրսևորում է համաշխարհային ջերմոցային գազերի նվազեցման նպատակով եւ բոլոր երկրներում, որտեղ անտառածածկ տարածքները քիչ են, այդ երկրները միանում են այդ նախաձեռնողականությանը եւ ինչ որ տեսակի պարտավորություն են ստանձնում, որպեսզի ավելացնեն կամ վերականգնեն դեգրադացված անտառները։ Այսինքն, եթե ավելի պատկերավոր փորձենք սա բացատրել, կան կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանը համագործակցում է, եւ որոնք են այդ կազմակերպությունները։ Շո փաստաթուղթ է ստորագրում, այդ կոնվենցիաների է միանում։ Այո, ոչ թե կազմակերպություններ են, այլ նախաձեռնողականության դրսևորումներ են, կոնվենցիաներ են, որտեղ երկրները միանում են, որին երկրները միանում են եւ ստանձնում են պարտավորություններ։ Օրինակ, ես ենթադրենք ավելի բարձ բացատրեմ, թաղային ինչ որ միջավայր է, ասում է ես մի հարևան ասում է, գիտեք, ես կարող եմ էս անել, ես սա կանեմ։ Այն մի հարևան ասում է, ես կարող եմ բակը մաքրել, ես բակը կմաքրեմ։ Մյուս հարևանն ասում է, ես էլ ծառերը կտնկեմ։ Մյուսն էլ ասում է, ես էլ կարող եմ խնամքի աշխատանքները տանել։ Մոտավորապես այս տեսքով կարելի է պատկերացնել։ Հիմա ինչի են ծառ տնկում, ինչի են անտառ տնկում, չէ՞։ Ունենք համաշխարհային գլոբալ տաքացում եւ անտառածածկ տարածքները դրա դեմ պայքարի լավագույն միջոցն են համարվում, անտառները, ծառերը, որոնք թթվածին են մատակարարում եւ կլանում են ջերմոցային գազերը, դրանով իսկ նվազեցնելով գլոբալ տաքացման հետագա հետևանքները։ Այսինքն պայքարում ենք նաեւ անապատացման դեմ, կարող ենք ասել։ Այդ թվում նաեւ պայքարում ենք անապատացման դեմ։ Հիմա Հայաստանը ասել է, որ ես կարող եմ եւ լավ կլինի, որ երկրի համար ավելացնեմ իմ անտառածածկ տարածքները, ինչ որ չափով նաեւ վերականգնողական գործընթաց սկսեմ, ստանձնել պարտավորություն մի խումբ երկրների հետ համատեղ, որ մինչև 30 թվականը այդ պարտավորություն ունեն վերնագրեր, կլիմայի փոփոխության համաձայնագրեր, Փարիզյան համաձայնագրեր, Բոննի մարտահրավերներ եւ այլն, այդ վերնագրերում դրսևորվում են երկրների պարտավորությունները, այնտեղ ամրագրվում են։ Եվ Հայաստանը միացել է այդ նախաձեռնողականությանը կամ այդ նախաձեռնությանը, երբվանից։
19 թվականից ստանձնել պարտավորություն, եթե ճիշտ հիշեցի թիվը, որպեսզի մինչև 30 թվականը 50,000 անտառ տնկի, 50,000 հեկտար անտառ։ Այո, 50,000 հեկտար անտառ տնկի, որպեսզի Հայաստանի անտառածածկը դառնա 13%։ Մեծանա Հայաստանի տարածքի։ Հիմա 11 միջինում 11-12 են պաշտոնական տվյալները անտառների։ Մենք պետքա 50,000 տնկենք, որ դառնանք 13% անտառ ունենանք, հա։ Բայց մի հատ էլ պարտավորություն ունենք, դա միջնաժամկետ պարտավորություն է։ Մի հատ էլ ունենք մինչև 50 թվականը, պիտի կրկնապատկենք անտառածածկ տարածքները։ Այդ մի հատ այլ նախաձեռնությամբ ստանձնած պարտավորություն։ Դա հիմնական պարտավորությունն է եւ կա կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Այո, եւ երկարաժամկետ։ 2050-ին ինչքան ունենանք անտառ։ Կրկնապատկենք, մոտ 24%-ի հասցնենք։ Կարանք։ Իհարկե չենք կարող, որովհետեւ արդեն տապալել ենք ամբողջ գործընթացը։ Հիմա գանք տեսնենք, թե ինչի չի ստացվում մեզ մոտ անտառը տնկել։ Այս նախաձեռնությունները, որ միացել է Հայաստանը որպես պետություն, նաև դրա միանալու բերումով մենք ֆինանսական մենք միջոցներ ենք ստանում։ Մեզ գումարը տալիս այդ նախաձեռնությունները։ Այո, մենք դրամաշնորհներ ենք ստանում, որ ինչ որ գործողություններ այդ դրաշրջանակներում կատարենք այդ դրամաշնորհների միջոցով։ Մենք գիտենք ինչքան գումար ենք ստացել։ Կոնկրետ անտառտնկման համար 19 միլիոն դոլարի չափով ստացել ենք։ Որ Հայաստանի տարածքում անտառ տնկենք։ Միայն անտառ տնկումը չի, այնտեղ խնամելն է, մի քանի փուլեր կա, որ մտնում է դրամաշնորհի մեջ, բայց այդ թվում նաև անտառ տնկումն է մտնում, այո։ Քո նյութում գրված էր, որ 1000 հեկտար տնկել ենք։ Հայ անտառի դրամադրած շրջակա միջավայրի նախարարության բողոքի դրամադրած տվյալներով, այո, մինչև 2025 թվականը տնկել ենք 1000 հեկտար անտառ։ 19 թվականից մինչև 2025 թվական։ 22, 23, 24 եւ 25։ Այս թեման ինչի վերցրեցիր, Քրիստինե։ Նախ միշտ ինչ որ ազդակներ էին գալիս մարզերից, որ մեր մարզում անտառ տնկում են արել, բայց չկա այդ անտառը։ Հետո մի օր Այսեր Ղազարյանի հետ զրուցում ենք ուղղակի ուրիշ թեմաներից, ինքն էլ այդ մասին հիշատակեց, որ խնդիր կա անտառ տնկման ոլորտում։ Այդպես որոշեցինք խորացնել, տեսնենք խնդիրը որտեղ ավելի շատ, ոնց է սկսվել եւ ուրա գնում։ Եվ տվյալների համար, տվյալները դիմեցիր շրջակա միջավայրի նախարարությունից վերցրեցիր։ Այո։ Հեշտ է տվել այդ տվյալները, թե չէ, ինչի եմ սա ասում, որովհետեւ ես հիշում եմ, երբ որ մի շարք որ միասին էինք անում անտառային հողերի վարձակալները Հայաստանի, այտենց հեշտ չէր այդ տվյալների ստացումը շրջակա միջավայրի նախարարությունից, իսկ այն Սևանա լճի ափամերձ տարածքներում ազգային պարկի հողերի հետ կապված տվյալները մի բարդ բան դարձավ, միջև տվեցին։ Ուզում եմ իմանալ, այստեղ շրջակա միջավայրի նախարարությունը այտենց նորմալ տվյալ տվել է։ Հիմա պատմեմ այդ տվյալների մասին։ Մենք մի քանի տվյալներ էինք ուզում, այդ թվում շատ կարևոր է իմանալ, թե յուրաքանչյուր տնկված անտառի կամ տարածքի համար որքան գումար է ծախսվել։ Հիմնական բովանդակային տեղեկատվությունը տրամադրել են, թե որտեղ որքան անտառ է տնկվել, հա։ Բայց լիքը թերություններով էին այդ տեղեկությունները, միտեղ սխալներ կային, գնացել ենք անտառ չկար, հետո պարզվեց այդտեղ սխալ տարածք էին նշել։ Օրինակ Բյուրականում 2 տարածք էր նշած, բայց քարտեզով որ ուսումնասիրել ենք մի 4-5 տարածք կար, կամ 2 անգամ էինք հարցում արել։ Քիչ էին տվել, բայց դա իրեն շահերից չերել բխում։ Դե տեսեք, անփութության հետևանք է, փնթի է ամեն ինչ էս ոլորտում էլի։ Մի անգամ ուզել ենք 2 տարածքի մասին էին հիշատակել, երկրորդ հարցման մեջ այլ տարածքներ էր նշած, ասենց որ համեմատում ենք, հետո պարզվեց 4 տարածք է այնտեղ։ Իրականում 4 է։ Հա, իրականում 4 է։ Այսպեսի սխալներով տեղեկատվություններ։ Հետո նշել էին, ասենք, այս ինչ գիտես անտառտնտեսության, այս ինչ պահաբաժնի, այս ինչ անտառապետության, այս ինչ քառակուսի, այս ինչ քառակուսի ու ընդհանուր քառակուսիներով էին տրամադրել, որը որ շատ դժվարացնում էր։ Օրինակ այս քառակուսին հսկա տարածք է ենթադրենք, հիմա պետք է գնանք փնտրենք, չէ՞, դրա համար պիտի մի հատ քարտեզով ուսումնասիրեինք, մոտավոր պատկերացնեինք, որտեղ է ինչ անոր գնայինք։ Բայց իրենք մի հատ էլ կներս, իրենք նաև բայց կարող էին հեշտացնեին մի քիչ, օրինակ
այդ վարձակալների ժամանակ մենք հիշում ես որ գնում էինք օրինակ բոլոր տեղերն էլ այդպես էր մեզ կցում էին անտարտնտեսության մի աշխատակից ով գալիս ասում էր այս հատվածն է Թեև այդտեղ կարանք հանգիստ կասկածեինք էլի հաստատ այս հատվածն է դա պիտի մի քիչ թղթով հեշտացված ներ բայց ինչ որ լուծում էր այնուամենայնիվ այս դեպքում Այդ լուծումը երբ որ զանգեցին այսպես մի քիչ կռվային տոնով թե ինչքան տեղեկատվություն եք ուզել մենք ձեզ համար պիտի աշխատենք բան ասացինք ընդհանրապես կոորդինատներ տվեք ամենահեշտ տարբերակը տվեք անտարտնկման տարածքի զուտ կոորդինատները քարտեզային մենք գնանք չտվեցի ոչ չեն տրամադրել ամենահեշտ ձևն էր դա, որ ոչ իրանք չարչարվեին, ոչ մենք չարչարվեինք ու դե պարզ է ինչ չտվեցին, որտեղ կոորդինատներով ամեն ինչ շատ հեշտ էր տարածքը գծել, ընդգծել, գնալ, տեսնել ինչա տնկած, ինչ չտնկած։ Բայց երկրորդ մասին եմ ուզում հարցման բովանդակության անդրադառնալ, որ չտվեցին, թե որքան տարածքի վրա որքան գումար է ծախսվել անտարտնկման համար։ Այլ տվեցին ընդհանուր ինչ-որ մի թիվ 2.2 միլիոն դրամ թիվ, որից չգիտեմ ինչքան տարմշակույթների հիմնման, մյուսը մշակման 2.2 միլիարդ միլիարդ, հա։ Բայց ուզում եմ այս ֆինանսական մասը թողենք մի քանի այլ հարցից հետո խոսենք եւ սա բացենք, որովհետեւ այս ամենայուղոտն է, բայց նաեւ որ մեզ լսող մարդկանց համար էլ ավելի պատկերացնելի լինի դուք գնացել էիք նկարահանող խմբով տարբեր վայրեր տարբեր անտառներ եթե այսպես ասենք որոնք որ նոր էին տնկվել դրանցից մեկը օրինակ այս տաշիրինն էր Տաշիրին նոր չէր տնկված տաշիրինը պետք է արդեն անտառը Երևար Սաղարթախիտ անտառներ երբ է այստեղ ծառատունք 20 թվականին էր տնկված արդեն 5 տարի էր անցել պետքա որ արդեն ծառերը մասսայական Երևային որը մնացել էր Երևում էր իհարկե դա քիչ մաս էր մնացել շատ պետքա այսինքն մի քիչ տարածք էր առանձնացվել ծառատունքի ցանկապատվել էր դա անտառի բուն անտառապատ տարածքից հեռու էր չէ ինչ որ մասից կարող էր փեշ դառնալ բայց բավական հեռու էր այդ պահին այո առանձին տարածք չոլի մեջ դրել էին այդքան չոլ չէ տաշիր որ մտնում ես Երևանից գնալիս ձախ կողմի վրա մի քիչ խորանում ես հետ տարածք էր արոտավայրի նման տարածք էր որը որքանի հեկտար էր կհիշես 20 կամ 30 կարող եմ սխալ հիշեմ 30 Այս 30 հեկտարը ցանկապատի մեջ էր վերցված եւ ծառեր տնկված եղել է երբ որ ծառատունք է արվել բայց երբ որ մենք գնացինք ողջ ցանկապատերը պարկած էին ցանկապատ մեծ մասում չկար եւ երկու առանձին նախիջներ ամբողջությամբ այդ տարածքի մեջ արածում էին այո այդտեղ ինչ ծառեր էին տնկել տարբեր կեչի թղկի հացենի թփեր չէին էլի չէ հենց ծառեր էին տնկել պիտի ծառ լինեին նոր դա հենց հայ անտառն էր տնկել ով էր տնկման բում աշխատանք արել դա արել հայ անտառի տնկման վայրն էր որ ֆիքսել էինք մենք այդ դեպքում իրենք իսկ այդ տնկիները ով է փոքրից աճացնում մեծացնում հայ անտառն աճացնում է առնում է հայ անտառը ունի ջերմոցներ տնկիների աճեցման համար այնտեղ աճեցվում են հետո տանում են արդեն տնկում իսկ անտառ տնկել իհարկե բոլորը չեն եղել անտառ տնկելու բայց մարդիկ ծառ տնկելու շատերը ծառ տնկելու փորձ ունեն անտառի դեպքում այդ ջրելը ոռոգելը այդ սկզբնական շրջանում անտառ հիմնելու համար այդ երևի ամենագլխավոր հարցն է մեկն էլ որ չվնասվեն այս ծառատեսակները միջև գան հասնեն մի քանի տարեկանի որ ինքնուրույն աճեն դե ցանկապատը դրա համար է որ չվնասվեն իսկ ոռոգելու հարցը տաշիրի մասով կարծում եմ գուցեև կարիք չլիներ այդ տարածքում որտեղ խոնավ է կլինի խոնավ էր անձրևները կպահեին բայց կան տարածքներ որ պետքա ոռոգել այո պետքա խնամել իսկ տաշիրի դեպքում ով պիտի հսկեր հայ անտառի աշխատողները բայց դա իրանց համար լրացուցիչ մեծ տարածք չի թե այտենց բան չկա բա ինչ անենք դա անտառային ֆոնդ պետքա մտնի իրենք են տնկիները դրել իրանք պետք է նաև խնամեն պետքա լիներ անտառապահ որը հսկեր պիտի հսկվեր այո տարածքը ոնց որ բոլոր անտառներ դա նոր տարածք էր պետք էր հատուկ գոնե ամիսը 1-2 անգամ գնար անտառապահը նայեր թե ինչ վիճակում է ցանկապատներն ինչ վիճակում են տնկիներն ինչ վիճակում են եթե չեն աճել պետքա լրացման աշխատանքներ տարվեին հաջորդ երկրորդ երրորդ տարիներին պետքա խնամվեր որ անտառ դառնար տարածքը
կարող ենք ասել այդ այդ տնկվածը ամբողջությամբ անտառ չի Չէ, այնտեղ դառնա 20% ծառերը աճել կպել էին, էին։ բայց ինքը անտառ դառնալու միտում չունի։ Այն ցակուցրիվ ինչ որտեղ մի ծառեր կային Ծառերի։ աճած, հա։ Մի օրինակ էլ կար այդ քո պատմության մեջ, որտեղ որ այն հայտնի ընկերություն էր Մայլերը ծառերի ինքը անտառ էր ստացել, անտառային տարածք, անտառային հող, այսինքն ուզում եմ խոսենք նաև այն դեպքերի մասին, որ հատուցում են մարդկանց հատուցման պայմաններ ա լինում։ Ստացված անտառ կար, որը տնկել էր Մայլերը Տաշիրում։ Մեր մեկ այլ այցի ժամանակ ավելի վաղ էինք գնացել այլ նպատակով, Մայլերի անտառը տեսել ենք համեմատաբար ավելի լավ աճած էր, որտեղ նոր էր տնկված, այդ տարի էր տնկված։ Մայլերինն էլ էր Տաշիրում։ Տաշիրում էր, այո, բայց այլ տարածքում Այլ տարածքում, բայց մի հատ կհիշեցնես Մայլերն ինչի էր հասել այս օրին, որ ծառ էր տնկում։ Այո, եկեք դա լավություն էր անում, հա, այդ նախապատմությունը հետաքրքիր է։ Եղի Պատրոշի տարածքում Արագածոտնի մարզի Եղի Պատրոշ գյուղի հարևանությամբ մեծ ձմեռային հանգստի գոտի են կառուցել, դահուկային հանգստի եւ 1001 ծառայություններ արդեն այնտեղ գործում են։ Լեռնադահուկային համալիր է, նոր ուղղություն, ռեստորան, գովազդվում է այո, շատ հայտնի է ու շատ պաշտոնյաներ գնում են այնտեղ նկարվում են, հատուկ դնում են Մայլեր, որտեղ են իրանց տարածքը Մայլերում են, բայց կարևորն է, որ Մայլերը այնտեղից անտառ է կտրել, որպեսզի իր այդ լեռնադահուկային սպորտային համալիրը կառուցի ու այդ անտառի դիմաց պարտավորվել է մեկ այլ տարածքում կամ այլ տարածքներում նոր անտառ տնկումներ իրականացնի։ Շատ է կտրել, թե այն ժամանակ 6 հեկտար էր կարծեմ, որ ես ուսումնասիրել էի, հետո թե ավելացել է չեմ հետևել, բայց 6 հեկտարից սկսել էր, թե հետո ինչքան էր դառնալու հայտնի չի։ Ամեն դեպքում մի տարածք Մայլերը գնացել էր Տաշիր, մի հատ էլ կար, որ պետք է այդ հարևանությամբ անտառտնտեսություն կա Արագածոտնի հենց այդ Արագածոտնի մարզում։ Հա, բայց ապարանինն էր կարծեմ անտառտնտեսությունը։ Հա, այդտեղ պետք է այդ տարածքում էլի ծառատունք պիտի աներ։ Այո։ Մենք գիտենք այդտեղ տնկել են, թե չեն տնկել։ Ուրեմն պետք է նաև այցելեինք այդ տարածք, մի քանի անգամ փորձել ենք արել, որ գնանք տարածքը տեսնենք, անտառտնտեսության ղեկավարին զանգել ենք, որ խնդրել ենք մեզ մեկը ուղեկցի, որ հասնենք այդ տարածք, ասեց թացա հիմա մի եկեք, միջև չորացավ, ենթադրում եմ տնկեցին այդ ծառերը, որ մեզ ցույց տային։ Ու արդեն չորացել էր, մենք նյութ արդեն հրապարակել էինք, կարիք չկար ոնց որ գնալ տեսնելու այդ պահին գնալու, հա, ասեցին, որ մեկ այլ առիթով կգանք, բայց ըստ անտառտնտեսության ղեկավարի տնկվել էր այդ անտառը Մայլերի։ Հիշում ես, մի անգամ էլի միասին էինք մի նյութի վրա աշխատում, որը որ ջերմուկի հատվածում, եթե չեմ սխալվում, Աղվան Հովսեփյանենց հետ կապվող մի հատ հեկ էր, որը կառուցվել էր այնպիսի տեղում, որ ծառեր էին կտրվել, Աղվան Հովսեփյանն էր թե Գագիկ Հարությունյանի հետ էլ կար, չէ, կապված։ Երկուսի հեկերն էլ այդտեղ կային, հա։ Որ նյութը հրապարակեցինք, հետո մի որոշ ժամանակ իրենք պարտավորություն էին նախ ունեցել, որ այդտեղ պետքա բան տնկեին, անտառը վերականգնեին, բայց պարզվեց, որ չէին արել։ Հետո մի որոշ ժամանակ հետո այդ ընկերության տնօրենն էր, զանգեց եւ ուղարկեց նկարները, որ տնկել են, տնկել են, հա, մի տեսակ բան առաջացավ էլի, որ լրագրողական հոդվածը նպաստեց, որ անտառը տնկվի, բայց այդ ինչ որ երևի հատուկ են օրինակ էր, չէ՞։ Թե ոնց ազդում են մեկ լինում է, որ այո, երբ որ դու սկսում ես հետաքրքրվել ինչ որ մի դեպքով կամ դրվագով, այդ արագ կազմակերպում են անում են, որ ցույց տան, որ արել են։ Այդպես շատ է լինում։ Հիմա օրինակ այս անտառների նյութից հետո Սիսիանում, որտեղ էլի շատ վատ անտառ էր տնկված, սկսել են այդ նույն տարածքներում վերականգնման աշխատանքներ անել, նույն ՖԱՕ-ի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ծրագրով շատ ակտիվ շրջան է սկսվել այդ հրապարակումից հետո, արդեն այցելել են այդ վայրեր, որտեղ որ մենք եղել ենք, ցույց ենք տվել, որ ոչ մի տնկիչ չկար, արդեն ինչ որ գործընթացներ սկսվել են, այդ ինչ որ ձևով նպաստել է, որ քո աշխատանքը նպաստել է, որ սայլը տեղից շարժվի։
Հա, այս մայլերը, բայց կարծեմ ճահիճի մեջ էր տարել ծառատուն կարել։ Մայլերի հատվածներ ինչ որ ջուր կար, բայց հիմնականը չէ, հայանտարի տնկումներ ճահիճի մեջ։ Ճահիճի մեջ։ Հա։ Երկու հատված ճահիճ էր ամբողջությամբ։ Լավ, հայանտարը ինչի է տենց անում։ Քո փորձը ինչ է ասում։ Դու շատ վաղուց ես բնապահպանական Գիտեք ոնց են արել տնկումը, գութանով վարել են։ ակոսներ են արել, հա։ Իրանց պետք է եղել տարածք սևացնել, որ արել են, ու հաշվի չեն արել, որ այդտեղ ճահիճա ու հետագա տարիներին էլ ճահիճա մնալու կամ ավելանալու է ճահիճա։ Այդպես գութանով արել են, տնկիները դնելով գնացել են։ Հաշվետվության համար են արել։ Հիմնականում հա, այս մեր տրամադրած բոլոր այդ տվյալները 1000 հեկտարի հիմնականում այդպես ասած հաշվետվության աչք փակելու համար է արված, որտեղ որևէ տեղ նորմալ անտառ չենք տեսել, որ տնկած լինեին, ասենք 20-21 թվերին ու աճած լիներ, ասենք ինչ լավ անտառ ա եղել։ Հիմա այստեղ համ դրամաշնորհներ, համ պետության կողմից այդ 2.2 միլիարդ դրամի ծախսներ։ Դրամաշնորհները գալիս են կառավարությանը, կոնկրետ նախարարությանը, գնում հասնում է այս հայանտառին, բայց դրամաշնորհի ծախսով մեզ ընդհանրապես հաշվետու չեն լինում։ Օրինակ պետական բյուջեի ծախսով մենք հարցում ենք ուղարկում, տալիս են տվյալը, չեն տալիս դատարան ենք դիմում, այդ իրավունքը փորձում ենք իրացնել։ Դե կոնկրետ դրամաշնորհի դեպքում 2.2 միլիարդի դեպքում, որը որ պետական բյուջեի ծախս է, դա մեզ չտվեցին, որ իմանայինք, ասենք Տաշիրի կոնկրետ այդ 30 հեկտարի համար ինչքան գումար էր ծախսվել, մենք չիմացանք այդտեղ ինչքան է բան եղել, ապարդյուն, անարդյունք, անիմաստ ծախսվել այդ գումարը։ Հիմա այն դրամաշնորհներն էլ գիտեք ոնց է, այստեղից ինչ հաշվետվություն ուղարկվում է դոնորին, դոնորը ընդունում է։ Իգիտություն, հա, հիմա որ հաշվետվությունները նայում էի, դոնորների կայքերում հրապարակվում է այդ հաշվետվությունները, չեն ստուգում մեծ մասամբ թե ինչ ընթացք ա եղել, կարող է այս հրապարակումից հետո այդ կոնկրետ կլիմայի հիմնադրամից ինչ որ ստուգողներ եկել են նայել են, բայց հիմնականում իգիտություն է ընդունվում, այստեղ էլ այդ փողերը շատ սիրուն լվացվում է, բաժանվում է, մեջ է արվում գերատեսչությունների, այդ FAO-ի կան ծրագրեր, որոնք կուրացիան, այսպես ասած, համակարգումը արվում է ինչ-որ այլ կազմակերպություն, օրինակ ՄԱԿ-ի մեկ այլ թևի կողմից կամ այդ Պարենի և գյուղատնտեսության այո կառույցի կողմից, կա որ միանգամից շրջակա միջավայրի նախարարության ծիգին է տրամադրվում, նայած թե ինչ ծրագիր է, ինչի համար է։ Հիմա այդ գումարները այդպես ինչ-որ ծախսվում են, հետազոտություններ են արվում, ուսումնասիրություններ են արվում, չգիտեմ ինչեր են արվում, բայց իրավապահներին այս թեման ոնց որ չի հետաքրքրում։ Սենց թեմաները։ Մեր Գրիշան Բալասանյան այս հարցով դիմել էր դատախազություն, ասել են ուսումնասիրում ենք, հələ որ ուսումնասիրում են, ձենձուն չկա, չգիտեմ ինչ են արել, բայց պետք է որ հետաքրքրեր, որտեղ խոսքը 2.2 միլիարդի եւ 19.20 միլիոն դոլարի մասին է, այո։ Օրինակ բանը հաշվեկնիչ պալատը, պետական վերահսկողական ծառայությունը, որոնք որ գնում են ստուգում են, ենթադրվում է որ պետք է sense բաներ ստուգեն, էլի, եթե սա չեն ստուգում։ Այո, եւ հիմա պետք է որ ստուգեն։ Հա, եւ մի խնդրի մասին էլ կար նաեւ տենց առանձին հիշատակում եւ քո տեքստում եւ նաեւ Այսեր Ղազարյանը, ով նաեւ այս ֆիլմում որպես փորձագետ է հանդես գալիս։ Այո, մասնագետ էր, մեզ պետք է մասնագիտական ներուժ, որպես ինչ որ հարցերում մեզ աջակցություն։ Հա, նաեւ մեր դիտողներին, մեզ լսողներին էլ հիշեցնենք, որ Այսեր Ղազարյանը մի կարճ շրջան էլ նաեւ աշխատել է շրջակա միջավայրի նախարարությունում, փոխնախարարներ, համակարգում էր հենց այս ոլորտները, թե չէ։ Դե նա ավելի շատ որպես անտարագետ էր մեզ աջակցում, քան շրջակա միջավայրի նախարարություն։ Չէ, փորձը, ես իր փորձն էի ուզում։ Ինքը շատ փորձառու էր այդ ոլորտում, բայց համակարգման ոլորտը, այո, անտառներն էլ էր Իրանը։ Եվ այդտեղ կար նաև որ հայ անտառը գնացել է ծառատուն կարել է համայնքային հողերում։ Մի քիչ սա էլ փորձենք բարձրացնել, անտառային ֆոնդի հողերը դրանք պետական սեփականություն են, չոտարելի հողեր են, առանձին քարտեզագրած իրանց տեղով ամեն ինչով։ Եվ համայնքը ունի տարբեր նշանակության հողեր, կարող է այդտեղ լինի արոտավայր, կարող է լինի գյուղատնտեսական այլ հողեր, եւ
փաստորեն ստացվում է, որ այդ ծառատունկներից որոշները արվել են համայնքային հողերում։ Դրանք շատ հանգիստ հետո կարող էին օտարվել, չէ՞, եթե համայնքային հող է։ Կարող էին օտարվել, այո, բայց այստեղ ավելի Այդ շատ չի նպատակը այդքան։ այն է, որ այդ հողերը հետո ամրացվեն Անտառին։ անտառին, այո։ Գուցե ինչ-որ տեղեր օտարելու համար են արել, բայց ինձ թվում է հայ անտառը չունի այնքան ֆոնդ, որ ապահովի 50,000 հեկտար մեր ստանձնած պարտավորությունը դրա Ո՞ց համար պետք է այդ հարցը լուծեն։ համայնքների միջոցով նաև Այդ թվում նաև արոտավայրերի հաշվին։ ենթադրվում է, որ այո, որովհետև կան արոտավայրեր, որ ասում են, որ չեն օգտագործում, պետքա ցանկալի կլինի տալ անտառտնկման համար։ Բայց եթե սկսեն արոտավայրերում էլ ծառ տնկել, դա էլ բակասության մեջ չի գա, որ դե արոտավայրերը դրանք բանեն Այո, կգա բացառիկ։ դրա համար պետական քաղաքականություն պետքա մշակվի, թե որքան թույլատրելի արոտավայրեր կարելի է փոխանցել անտառտնկման համար Անտառտնկման համար։ եւ որքան պակաս ունենք ֆոնդի, որpիսի մենք մինչեւ այդ մեր ստանձնած պարտավորությունը պետք է այդ ամբողջը ունենայինք, բայց ես շատ խորը կասկածում եմ, որ այդպիսի անալիզ է արվել, որ այդպիսի տվյալներ է մշակվել։ Բայց չմոռանանք, որ Հիսուսի արձանը երբ որ դրեցին հատիսի վրա, արոտավայր էր այդ ամբողջ տարածքը։ Այսինքն, երբ որ անհրաժեշտություն լինում է, որ այդ հողը հանեն արոտավայրի կատեգորիայից այլ նպատակային նշանակության օգտագործելու համար, Իհարկե դա արագ արվում է։ Նույնն էլ Մայլերի համար արվել, ծառերը տրվել են, անտառը տրվել է։ անտառը տրվել է Մայլերին, Մայլերն էլ պարտավորվել է, չգիտեմ, Տաշիրում կամ Արագածի մեկ այլ տարածքում անտառտնկի։ Բայց հաշվի չի առնում մի շատ կարևոր բան, այստեղ կներես դիրայր։ Անտառ դառնում է քանի տարի հետո։ Ինչքան պիտի այդ ծառերը աճեն, որ կաճեն թե չեն աճի այս պայմաններում, չգիտեմ, որ անտառ դառնան, չէ։ Իսկ իրենք կտրում են պատրաստի անտառը, որը արդեն էկոհամակարգը ամեն ինչով ինքը պատրաստի տարիներ շարունակ աճած, կենթանական աշխարհով ամեն ինչով, այո, համակարգ է։ Իրանք դա կտրում են, տանում են ինչ-որ միտեղ նոր անտառ են ստեղծում, որը կդառնա թե չի դառնա, չգիտեմ, մենք կտեսնենք թե չէ, իսկական անտառ, որ արդեն ունեինք, որը կտրեցին։ Բարդ է, բայց ես այստեղ նաև հիշում եմ, որ բարեգործական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչն էր, որ քո ֆիլմում ասում էր, որ այդ կատեգորիայի փոփոխումը շատ տարիներ է տևում ու չի ստացվում։ Եվ նաև կուզեի այս կազմակերպությունների գործունեությունից մի փոքր ասես, բարեգործական կազմակերպություններ են Հայաստանում, որոնք որ իրենց նվիրատուների միջոցներով ծառատունկ են անում, նաև դրամաշնորհների միջոցներով Հայաստանում ծառեր են տնկում։ Դու որ այդքան աշխատել ես այս ոլորտը լուսաբանել ես, իրենք են լավ տնկում, թե հայ անտառն է լավ տնկում։ Չգիտեմ, կարող է երկուսն էլ վատ են տնկում։ Տեսեք, իրենք ավելի լավ հետևում են։ Լավ տնկելը մի բան է, բայց հետո հետևելը այլ բան է, այո։ Իրենք ավելի լավ խնամք են տանում, դրա համար իրենց տնկած անտառների աճի տոկոսայնությունը ավելի բարձր է։ Իսկ հայ անտառը կոնկրետ տնկում է, բայց չի հետևում ընթացքին անտառ դարձավ թե չդարձավ, ծառը աճեց թե չաճեց։ Դրա համար նրանց մոտ տոկոսայնությունը ավելի բարձր է։ Հետո նրանք նաև ենթադրում եմ հաշվետու են ինչ որ այդ կազմակերպություններին, որոնց դրամաշնորհներով տնկում են անտառը, ավելի լավ են խնամում իրենց արած գործը, որ ցույց տան, որ այսպեսի լավ գործ են անում։ Հա, իրենք ավելի պատասխանատու են իրենց պարտավորությունների համար։ Այո։ Հետաքրքիր է, այս ամբողջ ընթացքում ինձ շատ ներվայնացրեց, որ պետական կառույցները հրաժարվում էին հարցազրույցներից, պետական կառույցները մի հատ այլ հարց է եւ նաեւ շատ զարմացրեց ու նաեւ մտածելու տեղիք տվեց, որ այս միջազգային կազմակերպություններն էլ էին խուսափում։ Մի քիչ կպատմես այդ իրենց այդ հաղորդակցությունից եւ ասես ինչ հետևություն արեցիր։ Պետական կառույցը կոնկրետ մեր դեպքում շրջակա միջավայրի նախարարությունն էր իր հայ անտառ պոակով, որը որտեվ այստեղ համ նախարարներ հրաժարվել, հայ անտառ պոակի։ Ենթադրում եմ ուղղակի, որ հասկանում են ինչ խնդիր ունեն ու չգիտեն ինչ ասեն դրա վերաբերյալ, դա պատճառը։ Նոր նախարար էր նշանակվել, նոր նախարարը, այո, ասաց որ դեռ ոլորտին ծանոթ չի, բայց այդ ինձ մի օրվա պատմություններ իր համար
կանչել բոլոր պատասխանատուներին ոլորտին ծանոթանալ, մի երկու բան է կարդալ։ Այդքան բարդ ոլորտ չէր, որ ինքը չկարողանար, մանավանդ որ ինքը վարչապետի աշխատակազմում Համակարգել է։ համակարգում։ Փոխվարչապետն էր։ Այո, ինքը համակարգում էր բոլոր հանդիպումներին, բոլոր միջոցառումներին, որ ես գնում էի, ինքը նստածել այնտեղ, միշտ ելույթներ էր ունենում, միշտ խնդիրներն արձանագրում էր շատ պարտաճանաչորեն ու հաստատ տեղյակ էր ոլորտից։ Ավելին ասեմ, մեկ անգամ անտարային դաշինքի հանդիպման եմ եղել, որ ինքը նույնպես այնտեղ էր, որտեղ բարձրաձայնվեց այս խնդիրը, որ մենք ուշացում ունենք տնկումների մասով պարտավորությունների, ինքը այդ ամեն ինչ արձանագրեց, շատ լավ տեղյակ էր։ Նորից եմ ասում, ենթադրում եմ ինքը չգիտեր ինչ ասել այդ ոնց պատասխանատվությունը իր վրա վերցնել, որտեղ ինքը նոր նախարար էր, իսկ հին նախարարը կներեք բանից անտեղյակ էր առհասարակ, այո, Հակոբ Սիմիդյանը ոլորտին առհասարակ շրջակա միջավայրի ոլորտին ծանոթ չէր, բոլոր հարցերին շատ վերացական պատասխաններ էր տալիս, իսկ նոր նախարարը չուզեց այդ պատասխանատվությունը ինքը վերցնել, ասել թե ինչի մենք չունենք տնկված անտառներ։ Դե բարդ դրության մեջ է եղել։ Հիմա ասեր Հակոբ Սիմիդյանն է պատասխանատուն, խնդիրներ կարող է ունենալ կուսակցության իրենց կուսակցական ընկերների շրջանում, ասեր ես եմ, ինքն էլ նոր է պատասխանատու չէ, հա։ Իսկ ինչ վերաբերում է Հայանտարի ՊՕԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը նոր է նշանակված, ենթադրում եմ նա էլ չուզեց իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնել, ու խնդիրը իրանք հարցումը, որ ուղարկում ես արդեն, գերատեսչությունը գիտի ինչ սպասի քո հարցման հետևում, որտեղ արդեն գիտեն, եթե տարածքներով, տեղերով ամեն ինչ հարցրել ես, նշանակում է ինչ-որ բան կա, որ փորփրվում է, չէ՞, լրագրողը զբաղվում, այո։ Դրա համար ինքը գուցեև հետագայից ինչ-որ բանից վախենալով խուսափեց հարցազրույց տալ, բայց այդ ընթացքում ինքը գնում էր, հանդիպումներ էր ունենում այդ ՖԱՕ-ի ծրագրի ներկայացուցիչների հետ, աշխատացրել ես։ Ահա, բոլոր այդ ինչքան հարցումներ ուղարկել ենք դրա հաջորդող շաբաթները, հետևել եմ լրահոսին իրենց ամբողջ բոլորը զբաղված էին հանդիպումներով, այդ ոլորտը քննարկումներով, անտարտնկումները վերհանելով, խնդիրները վերհանելով եւ այլ եւ այդ բոլոր լինկերը պահել եմ իմ մոտ։ Մի օր հաշվետվության նման կգրեմ երևի։ Իսկ այս բաները միջազգային կազմակերպություն, այս կառույցները։ Իսկ միջազգային կառույցները շատ վատ իրավիճակում էին, դրա համար իրենք էլ խուսափեցին որևէ բան ասել այդ թեմայով, որտեղ իրենք էլ ինչ որ պարտավորություն ունեին, չէ՞, տնկումների մասով իրականացնելու, իրենք է չէին արել։ Բայց ասենք էլի ինչ կազմակերպություն, ասենք ՄԱԿ-ի նման կազմակերպության ենթակազմակերպություն, որի միջոցով հոսել է այդ գումարները մի մասն էլ իրանց միջոցով։ Այո, իրենք բաշխել են այդ գումարները եւ իրենց հաշվետվությունները, որ կարդում էի, որ ցավոք էս չի ստացվել անել, ցավոք այն չի ստացվել անել, այսպիսի անհեթեթ պատճառաբանություններով այդ տնկումները հետաձգվել է, մյուս տարի անպայման այսքան նախատեսվում է անել, այսպիսի պատճառաբանություններ էին իրենք այդ ռեպորտներում այո բերում։ Բա Քրիստինե, օրինակ այս կազմակերպություններին կամ այս կանաչ կլիմայի հիմնադրամին, որ պետությունները գումար են տալիս, հետո չեն ասում, լավ, ո՞նց ծախսվեց ձեր գումարը։ Այդտեղ էլ չկա տենց բան։ Ով է նստելու մանրամասն հետազոտի, թե Հայաստանում քանի հեկտար անտառ։ Հենա հետազոտել ես դու։ Չէ, կոնկրետ այդ կազմակերպություններից չէ։ Դե օրինակ հիմա այս նյութերը չի գնալու հասնի։ Գնալու է, ես հարցումներ եմ ուղարկել, զանգել եմ իմ հարցումների հետքերով, հստակեցրել եմ, որ հասել է, հասցեատերերին տրամադրվել է։ Իհարկե պատասխանը շատ ուշացավ եւ պատասխանը եկավ ՖԱՕ-ի միջոցով, որ շատ անհեթեթ պատասխան էր, մի օր էլ կգրեմ հաստատ։ Ոչ մի պատասխան, որպես այդպեսին բովանդակային չէր տրվել, այլ որ մենք արձանագրել ենք խնդիրներ, ուսումնասիրում ենք եւ այս տարի այսքան ծառեր ենք տնկելու եւ այլն եւ այլն։ Ինչի՞ է, որ բայց իրենք էլ են տեղեկացված, որովհետեւ ես կներես իմացա, որ ինչ որ հանձնախումբ է մեր հրապարակումից հետո նոյեմբերին եկել Հայաստան, այո։ Դες արդյունքները հա այդ հանձնախումբը եկել է ուսումնասիրել է ինչ որ հարցազրույցներ արել, մարդկանց հանդիպել, մարդկանցից կարծիքներ լսել, այսպիսի։ Քեզ չեն գրել։ Չէ, ինձ չեն գրել, ես ներքին աղբյուրների միջոցով եմ իմացել այդ։ Ինձ չեն գրել։ Ինչի՞ է որ պետությունը ընդհանրապես
մենք այտենց անտառի նկատմամբ հոգատար չենք։ Թե սխալ է կարծիքը։ Չէ, հոգատար չենք։ Մենք իրար հետ այդքան անտառ ենք գնացել, հիշում ես, ինչ վիճակում էին։ Փնթի, հատված ծառեր, աղբեր, թափած, ինչ աղբանոց անտառներ ունենք։ Հետո տվել էին մի անտառ հանքարդյունաբերությանը, էլի միասին էին գնացել։ Ամբողջ անտառային տարածքը Երևանի Դավիթ Բեկի այդ Դավիթ Բեկի համար բան չէր մնացել։ Չի մնացել, բայց այդ անտառային տարածքա չէ։ Բայց դե պետք է պետությունը նախ առաջինը բան լինի, հեն թե դա մեծ ռեսուրս է։ Մեր պետությունը sense մի բան է ворթեգրե ամեն ինչ բիզնեսին։ Բոլոր շահերը դասվում են բիզնեսին։ Ներդրումների անվան տակ ամեն ինչ թույլատրելի է Հայաստանում։ Եթե դու ունես, ասենք, չգիտեմ, ներդրում ինչ որ միտեղ ուզում ես ներդրում անել, դա որպես ներդրում ես ներկայացնում, բոլոր դռները բացվում են։ Կապ չունի արդեն անտառը, ջրվեժ անտառ պարկա եւ այլ, կարևոր դա ներդրում է ներկայացում, այսքան գումարի ինչ որ X գումարի թիվ է դրվում ու ամեն ինչ արդեն թույլատրելի է ցավոք։ Բայց աղքատ երկրներում հատուկ չի սենց։ Հատուկ է, բայց դրա համար են ուզում որ ներդրումներ լինեն, հարկեր վճարվեն, որ ավելի շատ բնության հաշվին նաև իրենց դա չի հետաքրքրում։ Այդտեղ հիմա այդտեղ պիտի բալանս լինի։ Պետությունը պիտի բալանսը կարգավորի։ Եթե պետությունը չի կարողանում, պետությունն է խախտել բալանսը, պետությունն է խրախուսում ներդրումները, չէ՞ հիմա։ Պետությունն է թույլ տալիս կառավարության որոշմամբ, որ ջրվեժ անտառ պարկում սպորտային համալիր կառուցվի։ Դա նույնպես ինչ որ մի օրինակ է։ Ինչքան էլ լավ համալիր լինի, դա անտառ պարկ է։ Էկո համակարգ է։ Մի փոքր պատմեմ քո այդ նյութից։ Ջրվեժի անտառ պարկը, որը հիմնադրվել է խորհրդային տարիներին, ինքը այդտեղ արհեստական պայմաններում, այսինքն լեռնային ինչ որ մի վայրում արհեստական ձևով, ոչ բնական եղանակով անտառ է հիմնվել, որը մեծ է, քանի հեկտար կլինի։ Սխալվում եմ, բայց լավ, մեծ է, շատ փոքր չի ինքը, մեծ է, մեր բուսաբանական այգուց մեծ է իր տարածքով, բայց մի մասը տարիներ շարունակ չի խնամվել, չի ոռոգվել, չորացել է եւ այս միջև քո այդ քո նյութը հետքը նաեւ գրեց, որ մի հատ հատված էլ տվել են մի IT ընկերության, որ բան սարքի, որ սարքի ավտոմեքենաների կայանատեղի։ Այո։ Եվ ասեն, որ լավ բան են անում։ Հիմա այդ անտառ պարկի մի մասը, ես օրինակ եղել եմ այդ անտառ պարկում, ինձ շատ է դուր գալիս, գնում եմ որպես քաղաքացի երեխաների հետ եւ այլն, եւ Երևանին մոտ շատ լավ միջավայր է։ Եվ հիմա այդտեղից մի հսկա հատված տրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Իշխան Զաքարյանին։ Իր կազմակերպության, այլ հասարակական կազմակերպությունը, որը դա փաթեթավորումն է, էլի։ Մի ՀԿ-ի, չէ, մի ՀԿ-ի ՀԿ-ն է եկել եւ դարձել է անհատույց օգտագործող կամ վարձակալ եւ պետք է այդտեղ կառուցի ինչ որ քոթեջային ավան, սպորտային համալիր եւ այլն եւ այլն։ Իր բոլոր ենթակառուցվածքներով, այո։ Միցև հեշտ չեն տալիս անտառները մարդկանց։ Այո, որտեղ 21, եթե չեմ սխալվում, 21 միլիոն դոլարի ներդրում է խոստացվել։ 21 միլիոն։ Կանեն չեն անի։ Բայց այստեղ էլ նաև գալիս է հարցը, մենք տեսեք, օրինակ հիմա հատկապես 2018 թվականից հետո շատ է խոսվում, որ Մանումենտի այգու մեջ ինչպես պատահեց այդ հյուրանոցը սարքեցին, Երվանդ Զախարյանը կներես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ այդ հյուրանոցը սարքեցին եւ հիմա մենք այստեղ անտառից մի հատ հատված տալիս ենք իշխանության հետ էլի լավ հարաբերություններ ունեցող մի նախկին պաշտոնյայի, ով միշտ քաղաքական խոսույթում մեղադրվել է թալանի մեջ եւ այլն եւ հիմա ինքն է անում։ Հիմա տպավորությունն է, որ առանձնապես բնույթը չի փոխվել անտառի նկատմամբ վերաբերմունքի, պետական ազգային հարստության։ Ոչ մի բանի բնույթը չի փոխվել, ավելի խստացվել է, ավելի
ոչ թե խստացվել է, հակառակ բառ ասեցի։ Տեսեք այն ժամանակ ենթադրենք հանքեր կային տրամադրված, չէ, հիմա բում է սկսվել հանքավայրերի ավելի շատ ավելի Բացվում են, նոր հանքեր են բացվում։ Որովհետև ներդրումներ են խոստանում։ Հա, Որովհետև ընդերք օգտագործելու են, հարստանալու են եւ ինչ որ հարկեր են վճարելու։ Մի մասը կվճարեն, մի մասը չէ երևի։ Էդ էլ է ներդրումների տակ, հիմա խրախուսում ինչքան հանքավայր կա, պիտի բացվի ու աշխատի ասել են։ Ներքին ինֆորմացիա ունեմ այդպեսի, որ բոլոր հանքավայրերը պետք է աշխատացնել։ կապ չունի անտառի տարածքում, Կապ չունի, անտառին ոչ, մոտ է, կապ չունի։ Երևան քաղաքին է մոտ, ջրերին է մոտ, Կապ չունի։ խմելու։ Դրա համար այն կարմիր սարի հանքավայրը այդքան հեշտ արդեն համաձայնությունները կորզվեցին, որպեսզի նոր հանքավայր աշխատի։ Էլի իշխանությունների սերտ մարդկանց միջոցով։ Չեն փոխվում իշխանությունները։ Ոչ, երբեք։ Լավ չի։ Այստեղ կանգնենք, ինձ թվում է մեր դիտող լսողները կասեն ոնց անցավ նաև այս մի ոդքասթը, քանի որ այս ժանրը մեր համար մի քիչ նոր է, մենք նոր ենք ոդքասթերով պատմում նաև մեր նյութերը։ Ես տեղեկացնեմ, որ մեր այս զրույցի ընթացքում քննարկված բոլոր թեմաների հղումները կգտնեք այս տեսանյութի նկարագրությունների բաժնում։ Եթե ուզում եք հետքին ֆինանսապես օժանդակել եւ կարևորում եք մեր աշխատանքը եւ դրա համար ուզում եք օժանդակել, կարող եք Patreon-ի միջոցով ամեն ամիս ընդամենը սկսած $2-ից մեզ աջակցել, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, սոցիալական այլ հարթակներում։ Մեր այսօրվա զրույցը այսքանն էր։ Եվ ծառեր տնկեք։ Եվ ծառեր տնկեք։ Ու խնամեք։ Ու տնկեք եւ խնամելը դժվար է։ Տնկենք, բալավով խնամի հետո։ Մեկ երկու ծառ կարելի է տնկել ու խնամել ոչինչ։